Եթե կան, խնդրեմ ծնողներս։ Կարելի է դուք ես հասկանում եմ, չեմ ակնկալում որ կպատասխանեք այդ հարցին, բայց նշեցիք մի բարձրաստիճան պաշտոնյայի անուն, որ նշվել է քրեական աշխարհից մեկի անուն, արդյոք այդ ինֆորմացիան, որ դուք ստացել եք, նաև որ ասացիք միջնորդություն կներկայացնեք ապագայում Փաշինյանին, Պապիկյանին հարցաքննելու համար, կապ կա այդ երկու իրադարձությունների մեջ եւ արդյոք դուք այս ամենի տակ այլ վարկածում եք։ Իրավաբանները կամ իրավական մտածողություն ունեցող անձինք այսպիսի ձևակերպում ունեն, քանի չեն փարատվել բոլոր կասկածները, ցանկացած կասկած կամ ցանկացած վարկած իրավունք ունի մնալ շրջանառության մեջ։ Հենց մեր գործունեությունը միտված է դրան, անել այնպիսի քայլեր, գործողություններ, որոնք կբացառեն կամ կվերացնեն այդ հնարավոր կասկածները, կրկնում եմ, կամ կփարատեն, ինչպես դժոխք կողմի մոտ, այնպես էլ կողմնակի դիտորդների մոտ, հասարակության մոտ կփարատեն, իսկ այդ կասկածները փարատելու համար մեզ անհրաժեշտ է որոշակի գործողությունների շարք։ Օրինակ, ձեզ չի հետաքրքրում այդ ամբողջ գիշերվա ընթացքում, տեսեք Փաշինյանը կառավարության նիստում ասում է, մենք ամբողջ գիշեր աշխատել ենք, Փաշինյանը սկզբից խոսում է մեծ ծավալով բենզինի տարածման մասին, հետո մենք շրջանառության մեջ ենք տեսնում սուրճի բաժակի մասին տեղեկություններ, հետո մենք տեսնում ենք լրիվ ուրիշ զեկույցներ, օրինակ ինձ որպես փաստաբանի, որպես դժողների լիազոր ներկայացուցիչ, որպեսզի մեր կասկածները փարատվեն նաև այդ առումով, մեզ անհրաժեշտ է այդ տվյալ օրվա ամբողջ քրոնիկայի վերլուծությունը, օրինակ ինչ համակարգով, ինչ մեխանիզմով է զեկուցվել վերև, ինչպես է ինչ զեկույցներ են տրվել, այդ զեկույցներից հետո այդ զեկույցների հիման վրա ինչ հրահանգներ ու հանձնարարություններ են տրվել։ Ի վերջո, հարգելի բարեկամ, ինձ այստեղ անկեղծ ասած ամեն ինչ շատ հետաքրքրում է դեպքի վայրի ոչնչացման օպերացիան, անկեղծ եմ ասում, ում կողմից է տրվել, ով է հրահանգ տվել։ Ի վերջո, խնդրում եմ միամիտ չլինեք, այդտեղ այդ հրշեջների ղեկավարը, չգիտեմ, առյուծի սիրտ չէր կերել ու ինքը չէր կարող ինքնագլուխ որոշում կայացնել առանց վերադասի թույլտվության զոհված զինծառայողների դերը դուրս բերելու, որովհետև չգիտեմ որքանով եք դուք հետևել գործի քննությանը, ես բազմաթիվ խաչաձև հարցերով փորձել եմ ստանալ այդ հարցի պատասխանը։ Կար համոզմունք հրդեհաշիջման գործընթացում, որ մենք գործ ունենք այնտեղ ողջ մնացած զինծառայողների հետ։ Միայն պատասխանը ըստ էության տվել է այդ հրշեջ ծառայողների ղեկավարը, որը փորձում էր իր գործողությունները արդարացնել, որ մենք այդ ծավալի ջուրը օգտագործում ենք եւ զոհված զինծառայողներին հանում ենք այդ տարածքից, հույս ունենալով, որ այդ տարածքում ինչ որ նկուղ կլիներ, այդ նկուղի մեջ կարող են ողջ մնացած զինվորներ պատասպարված լինեն, իսկ մնացածը, երբ որ մենք նկարագրում ենք այդ ամբողջ ծավալը, հիշեք հայտի տեսանյութ կա, որը հրապարակվել է այդ ամբողջ տանը, երբ որ մենք բոլոր վկաներին հարցաքննել ենք եւ հարցաքննելիս հարց ենք առաջացել, թե արդյոք նման պայմաններում հնարավոր էր ողջամիտ նույնիսկ 1% ենթադրություն կամ կասկած այն մասին, որ այդ տարածքում հնարավոր էր նման հրդեհի պայմաններում ողջ մնացած զինվոր, ըստ էության բոլորը բացառել են։ Այս կրկնում եմ, ինձ համար որպես մասնագետի, որպես քաղաքացու, ով այս գործով շահագրգռված է բացահայտելու ճշմարտությունը, շատ կարևոր է հասկանալ ում կողմից որ պահից ուրեմն ինչպես է տրվել դեպքի վայրը ոչնչացնելու կամ հետքերը թաքցնելու կամ այդ զոհված զինծառայողների դերը այդ իրավիճակում հանելու ուրեմն հրահանգը։ Ի վերջո, եթե նույնիսկ զինծառայողների կյանքը փրկելուն ուղղված գործողություններ իրականացվում, այդտեղ ենթադրաբար իրենք պարտավոր էին ապահովել դրան զուգահեռ քննչական մարմինների ներկայությունը։ Ի վերջո, դուք կարող եք ցանկացած սկսնակ քննիչից էլ հարցնել, ցանկացած սկսնակ իրավապահ համակարգի ներկայացուցիչ էլ հարցնել, որ դեպքի վայրը ենթադրաբար քրեական օրենքով արգելված արար կատարելուց հետո դեպքի վայրը պահպանվում է, նույնիսկ ծնողները, զոհված զինծառայողների ծնողներին չպետք է թույլ տային, որ նրանք մոտիկանային դեպքի վայրին։ Պատկերացնում եք։ Հիմա մեզ համար սա է խնդիրը։ Ի վերջո, հարգելի բարեկամներ, այս վարկածը շրջանառության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։ Այդ կառավարության նիստը վերացելով արտակարգ դատարանի այդ կառավարության այդ նիստում որոշվել է ով է մեղավոր, ով է անմեղ, ով պետք է պատասխան տա, ով պետք է պատասխան չտա։
Եվ իհարկե, եթե իսկապես մենք իրավական պետություն ենք, եւ եթե իսկապես Հայաստանի Հանրապետությունում դատարանները անկախ շարեն, անկախ են, անաչառ են, իսկապես իրականացնում են արդարադատություն, թող չխուսափեն, թող կան դատարանում պատասխանեն բոլորի հարցերին, որովհետեւ այդ հարցերի պատասխանները կարող են լույս սփռել, ինչպես է զեկույցները հասել վարչապետ, վարչապետից ինչ հրահանգներ է իջել, ուրեմն մինչև զորքեր, որովհետև սա կրկնում եմ, սա պատահական եւ շարքային քրեական վարույթ չէ, եթե շարքային քրեական վարույթ լիներ, կառավարության նիստի մակարդակով նման արձագանքներ չէին էլ լինի։ Այսինքն, եւ հետո տակտիկական առումով ես չեմ կարող հիմա բացահայտել, թե ինչ հարցեր պետք է ես ներկայացնեմ Փաշինյանի կամ Սուրեն Պապիկյանի։ Կապը չեմ կարող ասել, չեմ բացառում, չեմ էլ հաստատում։